Մխվավ, անջդվավ։ Թեթևի մեջ ուղիղ եթեր, բոլորին ողջույն։ Ոչ այդքան կուլտուրական վառամթերքով։ Քանի հնարավորություն ունեմ, ես պետք է խոսամ։ Մոտ 2 տարի է ես Facebook-ում կամ, որպես օգտատեր։ 2 տարվա մեջ ես համոզվել եմ մի հատ շատ պարզ ճշմարտության մեջ։ Այսինքն մի հատ պարզ ճշմարտություն, մի հատ պարզ աքսիոմա։ Իմ համար արդեն դառել է դոգմա։ Այսինքն ես համոզված եմ արդեն դրա մեջ։ Ինչի մեջ եմ համոզված, որ անհասկացող մարդուն կոնկրետ գաղափար չունեցող ոչ մի հարցից անհասկացող մարդին ինչքան ուզում ես մի թեման բացադրի անիմաստ ընդհանրապես անիմաստ է այդ մարդուն ինչ-որ բան բացադրել ինքը լսել է մի բան ու այդ ուղղությամբ ինքը շարժվում է առաջ այսինքն եթե մեր հայրենակիցներից շատերի ուղեղի մեջ նստած է ինչ-որ մի հատ մտածելակերպ այդ մարդկանց ոնց կուզես բացադրի, ոնց կուզես համոզի, ոնց կուզես եսի մի ինչ։ Ոչ թե համոզի, այլ բացադրի, ասա նա է, խոսքի ինչ-որ երկրների քաղաքականության մեջ կան հստակ ընդգծված գծեր։ Այդ մարդը չի հասկանալու մեկը։ Կամ ասում են, բացադրում ես, ասում ես, եթե ես ինչ քո երկրի, մեր երկրի վարչապետը, ես ինչ քայլերը չաներ, խոսքը օրինակ։ Հարևան երկրի նախագահան են Նոլդու Փաշինյան երկի տակ հեծանիվ քշողը։ Երբեք ինքը իրան իրավունք չէր վերապահի։ Հարցակվեր Արցախի վրա։ Կամ ասում ես, հա, համամիտ եմ, որ մեր դաշնակից երկինն էլ ունի իր մեղքի բաժինը։ Բայց որ սկսում ես մանրանալ, ասենք, սկսում ես բացատրել, ասում ես, այս ինչ հարցի շուրջ, արի սենց մտածենք էլի, որ քաղաքականության մեջ կան ինչ-որ չափորոշիչներ, որոնք խախտելու դեպքում այդ թեմայի մեջ գտնվող երկրները քեզ սկսում են արհամարել, սկսում են թափ տալ քո վրա։ Սկզբում ասեցի, մարդը չլսեց։ Մի հատ էլ եմ ասում, այս եթերի մեջ կարող լինի 25+։ Երեք մի հատ կարճի մեջ, կարճ որն է, մի ժամանոց լայվ արեցի, վիդեոյի տեսքով, յանի դիմեցի Հայաստանի Հանրապետության, 3-րդ Հանրապետության 3 նախագահներին, այդ լայվը արդեն 2 անգամ գցում եմ YouTube, 2 անգամ էլ ջնջվում է։ Ասված իրանց հետ, ես YouTube-ով չեմ տառապում։ Մինչև այդ վիդեոյի ջնջվելը մի հոգի կոմենտ էր գրե լրիվ նորմալ ֆորմատի մեջ, բայց կոմենտի մեջ հարց էր տվե։ Հասկացանք, որ Նիկոլին դեմ ես, ինձ էր գրե։ Բախի Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չես քրվում։ Ես մի քանի անգամ բացադրել եմ, մի անգամ ևս կկրկնեմ։ Դուք ուզում եք քրվեք Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին։ Ունեք նրանց հիմքերը, հելեք քրվեք։ Ես тут при чем։ Հարսի ոռով փեսուն լավություն անելը, էդի մեր ազգի շատերի մեջ նստած է։ Εμի բացադրեմ իմ չքրվելու պատճառներից մեկը։ Ոչ թե ուզում եմ քրվեմ, չեմ քրվում, հիմնվելով դրա հիման վրա, այլ իմ չքրվելը հիմնված է մի բանի վրա, որ այդ մարդկանց օրոք Արցախ աշխարհը եղել է հայկական։ Մեր ազգի մի մասի մեջ հիշողության շատ արագ կորուստ կա, որ մեկը մտնում է բժշկի մոտ,
բժիշկը հենց գլուխը կռացած գրիչով բան է լրացնում էլի, դա անեկդոտ է, ոնց որ հումորային։ Դուրը ծեծը մտնում ասում բժիշկ ջան, կարելի է բժիշկը գրելուց ալնում։ Ասում լսում եմ ձեզ առանց գլուխը բարձրացնել, ասում բժիշկ ջան, շատ փիս հիշողության կորուստ ունեմ։ Ստե ասում եմ դե մոռնում եմ։ Այս բժիշկը գլուխը բարձրացնում ասում ինչ։ Այս հիվանդն ասում ինչի մար ինչ։ Հəmi մեր ազգի մոտ է, մեր ազգի մի մասի մոտ է։ Համացանցում ես շատ եմ հանդիպել գրառումների, խոսույթների, մարդիկ ասում են էս, մարդիկ ասում են, դե որ Քոչարյանն ու Սերժը լավն էին, հեսա կմտնենք դրան Քոչարյանի ու Սերժի գովտնեսանը, չէ։ Թո ճանաչեին Արցախի անկախությունը, նույն խոսույթը, նույն բառամթերքը, ասել է Նիկոլը։ Բա Հայաստանի 30 տարվա իշխանությունները ինչի չէին ճանաչում Արցախը, որպես անկախ պետություն։ Ու քանի որ մենք քիչ թե շատ դեգրադացված ենք, իրոք դեգրադացվածության աստիճան կա մեր ազգաբնակչության մի մասի մոտ։ Մենք ինչ ասում են մեզ, միգուցե իմ մեջ էլ կա այդ հատկությունը։ Ինձ ասում են, սենց խոսքի, էսի խնձորն ունի կարմիր գույն, դա լվակ էր։ Ես տենց էլ ընդունում եմ այդ տարբերակը։ Բայց ես չեմ մտածում, այս խնձորը ասենք ով է ինձ տալի, խի է ինձ տալի, ինչ նպատակներով է տալի, բայց ես պարտավոր եմ մտածել։ Կարող է խնձորը տալիս են, ես ուտեմ թունավորվեմ, վարի եթամ, լուծ ընկնեմ։ Մենք միշտ առաջինն ենք միշտ ընկալում, առաջին միտքը ինչ ասում են, դրա համար եմ ասում, մեր ազգի մենտալիտետի մեջ մի քիչ նստած է։ Ու թող ոչ ոք չնեղանա իմ ասածից։ Ով գոռում է էշ, մենք էլ գոռում ենք, մենք էլ վրի վեշ։ Այտենց է մեր մոթում, այտենց է ձևակերպվել։ Մեր կյանքն էլ այտենց դասավորվավ, հա։ Հիմա բացատրեմ։ Հերթական անգամ ես դրա մասին շատ շուտ եմ խոսացել, շատ շուտ։ Այն մարդկանց համար, ովքեր ասում են Սերժ Քոչարյանն էլ քրֆի։ Կրկնեմ եւս մի անգամ, ուզում եք քրֆեք, որ ունեք քրֆելու, հել եք քրֆեք։ Մտներիդ կա, հիմքեր ունեք քրֆելու, հել եք քրֆեք։ Եթե ունեք այդքան ապացուցողական բազա։ Այ օրինակ, երբ որ խոսքի օրինակ, ինչ որ դատական կամ իրավական գործառույթներով կապացուցվի, որ Արցախի կորուստի մեջ մեղսակից ու հանցակից են Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները։ Ինչի առաջինի անունը չեմ տալի, որտեվ ես չեմ ուզում այդ մարդու մասին խոսամ։ Դա իմ սեփական իրավունքն է։ Ես չեմ սիրում այդ մարդուն։ Չեմ սիրում։ Ուղղակի անտիպաթիա կա իմ մոտ այդ մարդու հանդեպ։ Չնայած իմ Facebook-յան ընկերներից շատերը այդ մարդուն ընդունում են որպես հաղթանակած նախագահ։ Իրանց իրավունքն է։ Եթե ժամանակի ընթացքում կամ ինչ-որ մի ժամանակ անց կընդունվի, որ կապացուցվի, ապացուցողական բազա կլինի, որ եւս մեղսակից են Արցախի հանձնման գործում, ես էլ ձեր հետ միասին փաստացի կապացուցվի։ Կասեմ, որ այդ մարդիկ Նիկոլ են։ Բայց այս պահի դրությամբ ես ինչ խոսում եմ, ես խոսում եմ իմ տեսակետը, իմ տեսանկյունից։ Ես չեմ փորձում ինչ-որ մեկին հաճոյանամ, ինչ-որ մեկին, չգիտեմ, այն որ ասում են առանց սապոն ոռակ մտիս, դա չկա իմ մեջ, չեմ ուզում։ Հիմա բացատրեմ այդ մարդկանց ու Նիկոլի տարբերությունը։ Բոլորը հիշում են տարբերություն խոսույթը Նիկոլի, երբ որ իրան բերեցին իշխանության, չեմ ասում եկավ, բերեցին իշխանության, ինքը ինչ ասեց։ Ես Արցախի բանակցությունները սկսում եմ իմ զրոյական կետից։ Արցախի հարցը շատերի հիմար գիտեք ոնց, sense մատերի արանքով լուծվող հարց էր։ Արցախի հարցից լուծման բանաձևը, այդ բանալին գտնվում էր 3 երկրների ձեռքերում։ Դրանք էին Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, մի քիչ հետո ձեզ էլ կանդրադառնամ հայաստանյան եվրոպորնիկներ։ Դա եկեք շարքով կանեք, էլի։ Արամ Զավենի Սարգսյան, դա ով կա Խզմալյան, դա Չենջոտ Շիրիմյան, բոզազավակներով եկեք։ 25+ ասել է։ Արցախի հարցի լուծման բանաձևը գտնվում էր 3 երկրների ձեռքի տակ։ Այսինքն 3 երկրներ, դրանք են Ռուսաստանի Դաշնությունը,
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն։ Հզոր պետություններ, չէ՞, իրենք իրենցից ներկայացնում են ավելի շատ հզորություն, քան ասենք Հայաստանը կամ Ադրբեջանը կամ Թուրքիան։ Խոսքը ունի։ Դրա համար ձևավորվել էր Մինսկի խմբի համանախագահություն, որտեղ բոլոր երկրները ունեն հավասարաչափ իրավունքներ։ Հիմա ես բացատրում եմ այդ իմ տեսակետը Արցախի հարցով, որ ասում են մտի Սերժ Քոչարյան քրֆի, իրանք ընչի չճանաչեցին Արցախի անկախությունը։ Այդ համանախագահների խումբը 30 տարի բանակցում էր։ 30 տարի ու հիմնական թեզը, որ արծարծվում էր, կրվից հետո ոնց է լավ են հարևան երկրի բոզի տղեն, չեն թողեմ խոսամ, անջտվում եմ։ Հելավ ասես յոխտու, ոնց էր ասեմ, յոխտու ստատուս, չկա ստատուս, փաթեմ քո ստատուսը։ Այդ ստատուսի վրա էր կռիվը գնում։ Այսինքն, ինչի հիման վրա էին հայաստանյան իշխանությունները պահանջում Արցախի բնակչության համար ստատուս քվո, որպեսզի Արցախում ապրող հայերը ունենային անվտանգ ապրելու երաշխիքներ։ Անվտանգ ապրելու։ Նրանք օրինակ էին բերում, ասենք, Բաքվի, Սումգայիթի ջարդերը, Արցախում, Ղարաբաղում տեղի ունեցած այդ 89-90 թվականներին հայերի հանդեպ բռնությունները, տանկերով մարդկանց վրա քշելը։ Մեր հիմիկվա սերունդը դա չգիտի։ Մեր հիմիկվա սերունդը ինչ ներկայացում է մամուլով, դա է կարդում։ Այն տարիների պատմությունը մեր հիմիկվա սերնդից մեր շատերը չգիտեն ոնց է սկսել, ինչ է սկսել։ Քանի որ փորձում են մեր ազգի մեջ կոտրել այդ ազգային մտածելակերպն ու ազգային հիշողությունը։ Հայաստանի եւ երկրորդ եւ երրորդ նախագահների բերանից ես չեմ լսել, միգուցե ասել են։ Չեմ ասում, չէ, այտենց բան չեն ասել։ Ես լսել եմ համ երկրորդ, համ երրորդ նախագահի բերանից, համ Ռոբերտ Քոչարյանի, համ Սերժ Սարգսյանի։ Էդի Լևոնն էր, որ ասում էր, թե տղայք պահեք, բայց համ Ռոբերտ Քոչարյանի, համ Սերժ Սարգսյանի բերանից ես լսել եմ, այո, 7 շրջանները մենք պատրաստ ենք վերադարձնել։ Մենք որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար երբեք չենք ասել, որ այդ 7 շրջանները մերն են, բայց դրանք գտնվում են մեր վերահսկողության ներքո որպես բուֆերային գոտի։ Բուֆերային գոտին գիտեք որն է։ Բուֆերային գոտի հիմա չեմ կարող բացատրել որն է, քանի որ Նիկոլի կառավարման ընթացքում տիպիկ օրինակ Կիրանցն ու Ոսկեպարը։ Բուֆերային գոտի Կիրանցում եւ Ոսկեպարում չկա։ Դա միջանկյալ գոտի է։ Ոնց բացատրեմ, ինչ, ես ավտոյի մեջ ինչ կա, կանի մեծ ցույց տամ էլի։ Թղթիկը տոր լավ, կանի ուրա։ Չէ, մի րոպե։ Ինչ վեգալ եմ ցույց տա, մեր ժողովուրդը հասկնա։ Մեր վարկյանը լե համբերեք, եթե այս բարդակ իմ ավտոյի մեջ ընձի կերը քրքրերա։ Սահմանի այն կողմում գտնվում է X երկիրը, սահմանի այս կողմում Y երկիրը։ Այս պարագայում Հայաստանն ու Ադրբեջանը։ Դրանց արանքում կա սենց թղթի նման տարածք, էսի թուղթ է, որպես օրինակ, ասենք խոսք օրինակ 7 շրջանները, սենց 7 թղթեր կար, բուն Ադրբեջանի տարածքի և բուն Արցախի լղահիմի այդ տարածքի միջև 7 շրջան կար հայկական վերահսկողության տակ։ Դրանք մենք մեր նախագահները անվանում էին բուֆերային գոտի, այսինքն ընդեից առաջ է գոզին, որը միշտ ասել է Քարաբախ մոյ, խոսքի օրինակ։ Ինքը սկզբից այս գոտին պիտի անցներ, որ հետո հասներ բուն Արցախի տարածքին, այդ է բուֆերային գոտին։ Ու ես մի անգամ էլ երևի կրկնեմ, ոչ երկրորդ նախագահան ու Աղդամը մերն է, Ջեբրայելը մերն է, էնի մերն է, էնի չեն ասել այդ մարդիկ, բոլոր միջազգային հարթակներում Երբ խոսկատրվե հայաստանյան կողմի ներկայացուցիչին, կոնկրետ նախագահին կամ արտաքին գործերի նախարարին։ Կրկնելով հանդերձ, որ Արցախի հարցի հիմնախնդրի լուծումը պետք է լուծվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից կամ նրանց անվտանգության երաշխիքներ պիտի տային, որ Արցախի ժողովուրդը ապրեր Արցախում։ Հարցը ինչքանով կապ ունեն իրար հետ Սերժն ու Քոչարյանը։ Սամո ջան, դրա մասին ես չեմ ուզում խոսամ, չգիտեմ ինչքանով կապ ունեն։ Դա ինձ չի հետաքրքրում։ Ես հիմա բացատրում եմ այն մարդկանց, ովքեր ասում են Սերժն ու Քոչարյանը
նույն պոլիտիկան են տարել ու չեն ճանաչել Արցախի անկախությունը։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ի զարմանալին շատ տեղ, ոչ թե կանոնադրությամբ, այլ ՄԱԿ-ի այդ քարտեզներով, ԽՍՀՄ-ի քարտեզներով Արցախը Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղը եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, բայց եղել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Հետևաբար, երբ որ Ադրբեջանն ասում էր, ես ուզում եմ վերականգնեմ իմ տարածքային ամբողջականությունը, շատ երկրներ ասում էին ինքը ճիշտ է ասում։ Իսկ հայաստանյան ղեկավարություններն ասում էին, հա, եթե ճիշտ է ասում, որ մի երկիրն է գարանտիա տալի, որ ընդ բուն բնակիչ հանդիսացող բնիկ հայ ժողովուրդ է, որ ապրել է հազարամյակներով, հարյուրամյակներով, չի ենթարկվի ցեղասպանության։ Տվեք մեզ այդ երաշխիքը, հետո խոսանք։ Էդ է եղել ստատուս քվոն։ Ես էլ եմ կրկնում, երկրորդ եւ երրորդ նախագահները միշտ ասել են. 7 շրջանը մերը չի։ Մենք պատրաստ ենք վերադարձնել։ Ես Սերժ Սարգսյանից եմ լսել, Ռոբերտ Քոչարյանի բերանից չեմ լսել, սուտ չեմ ասի։ Բայց ասել են դրանք որպես բուֆերային գոտի, այդ էլ լսել եմ Քոչարյանի բերանից, երկրորդ նախագահի։ Հետևաբար Հայաստանին չեն կարողացել մեղադրել որպես ագրեսոր կողմ, ագրեսորի պիտակ կպցնել։ 2016 թվի քարորիա պատերազմը ով է հիշում, 4 օր տևեց, չէ՞։ Սա շատ մարդ է հիշում։ Այն որ այդ պատերազմից հետո Ալիևը գնաց իր երկրում, հավաքեց իր իշխանավորներին, ասեց ինձ ցիտում եմ դրան, փակ դռների ետևում ճանաչել է Արցախի անկախությունը։ Հիմա շատ մարդիկ դա վերագրում են, որ Սերժ Սարգսյանի հզոր դիվանագիտությանը, բան, ես հիմա չեմ ուզում քննարկեմ Սերժ Սարգսյանն է հզոր եղել, թե Ռոբերտ Քոչարյանը, չէ, բայց զուտ իմ էլի օբյեկտիվ կարծիքով, թե Սերժ Սարգսյանի գործոնը չէր այդքան։ Այդտեղ գոյություն էին, ել եմ կրկնում, հարցի մեջ ներգրաված են 3 գերտերություն՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա։ Այսինքն, երբ որ Ադրբեջանը փորձեց ուժի միջոցով լուծել այդ խնդիրը, ինքը այդ 3 համանախագահ երկրներին ասեց, ես փաթաթ ունեմ ձեզ։ Կարաք շատերդ մտնեք, գրեք, ինքը միջև Ռուսաստանի դաբրոն չստանար չեր մտնի, միջև ես էլ նույն հաջողությամբ կարամ ասեմ, ինքը միջև Ֆրանսիայի ու Ամերիկայի դաբրոն չստանար, ինքը չէր սկսի քարորյան։ Որովհետև նույն Ֆրանսիային ինքը գազուն նավթ տալի, նույն Եվրոպային ինքը գազուն նավթ ծախան։ Նույն հաջողությամբ մինչև այսօր ոչ մի սանկցիա չի կիրառվել Եվրոպայի կողմից Ադրբեջանի նկատմամբ։ Ես էլ դա կարամ ասեմ, բայց մեր ասելով բան չի փոխվում։ Ինչի մասին է խոսում։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ես հիմից լրիվ համեմատություն եմ անցկացնում, ոչ մեկի գովքը չեմ անում։ Ոչ մեկի գովքը։ Միշտ հիմնվել են այն հիմնարար սկզբունքի վրա, որ մենք գնում ենք ոչ թե Արցախի անկախության հարցով, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցով, ինքնորոշման, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ստատուս քվո։ Իսկ ստատուս քվոն պարունակում էր իր մեջ ընդամենը մեկ հարց, Արցախի հայ ազգաբնակչության, որը միշտ գերակշռել է, անվտանգության երաշխավորությունը, երաշխիքները։ Դրա համար իրանք ամեն խոսույթի ժամանակ, ես շատ քիչ եմ նայ այն ժամանակ, ասում էին, հա, դրանք բուֆերային գոտի են։ Սերժ Սարգսյանը դաժե պատրաստ էր առաջարկում էր, ասում էր, հա, 5+2 շրջանը, այն 2 շրջանը չեմ տալի, Բերձորն ու Քարվաճառը, որ կապ ունենա ցամաքային կապ Արցախի հետ Մայր Հայաստանը։ Ու անցնում է քվեարկություն, ռեֆերենդում։ Մարդիկ քվեարկում են։ Արցախը ում կազմում ա լինում, Հայաստանի թե Ալիևը միշտ հրաժարվում էր, հստակ հասկանալով, որ ինքը չէր կարա տվյալ պահին, ասենք 91 թվին Արցախից արտագաղթած ադրբեջանցիները, ասենք թողնեին այդ Արցախի բնակչության, ասենք 35%-ը։ 65-ը հայերն էին։ Հետևաբար քվեարկության արդյունքում, երբ որ ռեֆերենդում արվեր, գերակշռելու էր հայերի ձայնը։
Դրա համար միշտ հրաժարվում էր։ Իսկ 16 թվին, որ հիմա շատերը վերագրում են Սերժ Սարգսյանին, միգուցե Սերժ Սարգսյանի փայլուն դիվանագիտության շատ մարդկանց ձևակերպում եմ դա լսել։ Կանգնեց պատերազմը։ Բայց ես ուզում եմ այդ հարց տամ, էլի մեր բոլոր մեր ընդհանրապես հայերին բոլորին կապ չունի ով որտեղ ապրում։ Ինչի 15 թվին, 14 թվին Ադրբեջանը չուներ Արցախի վրա հարձակվելու։ Ով ասեմ, որ չուներ։ Բացատրեք հասկանամ, էլի ես նվաստս տկարս հասկանամ։ Որովհետև 91 թվից, 94 թվից հրադադարի կնքումից հետո Ադրբեջանը զինվել է ու զինվում է մինչև այսօր։ Ուներ ինքը հնարավորություն հարձակվելու, ուներ։ Ադրբեջանին ուզում եք ասեք զսպող ուժը եղել է բանը Հայաստանը, ոչ։ Ադրբեջանին զսպող ուժը եղել է 3 երկրները՝ Ռուսաստանը, Ամերիկան եւ Ֆրանսիան։ Ոնց որ մեկը մեկի հետ կոնֆլիկտ ունենա, 3 հոգի անուշ ապեր գան, միգուցե օրինակը միգուցե սխալ է։ Ասեն ախպեր, այս բազարը փագում եք դուք իրար չեք կռվում։ Մենք ենք այս թեմայի մեջ, մենք ենք ձեզ ասում, մեր խոսքի վրից եթե դուք թռաք, կոպիտ օրինակ եմ բերեմ, միգուցե սխալ։ Ուրեմն նշանակում է մեր խոսքը ձեր համար կշիռ չունի, բայց մեր խոսքը միշտ էլ կշիռ ունի։ Ու միշտ էլ տենց է։ Միշտ էլ գերտերությունների խոսքը փոքր պետությունների մոտ միշտ էլ կշիռ ունեցել է։ Միշտ։ Բայց ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Այն որ ասում էր, ինքն էլ ազգային ժողովում ասում, ձեր ղախպատենչին եմ ցիտում, ասում էր, ձեր սիրեցյալ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թող ճանաչեին Արցախի անկախությունը։ Արցախի անկախությունը եթե ճանաչեին, եթե Արցախի հարցը հիմնված էր ազգերի ինքնորոշման եւ ստատուս քվոյի վրա։ Ստատուս քվոն նշում եմ Արցախի ժողովրդի անվտանգությունն էր։ Նշանակում է հայկական կողմը իր հերթին առաջնահերթ թքած կունենար այդ 3 գերհզոր տերությունների վրա։ Այն մեկը այդքան գերհզոր չի։ Ֆրանսիան որպես միջնորդ երկիր, բայց էլի զարգացած երկիր է։ Տնտեսապես, ռազմականապես գերհզորները դեռ Ռուսաստանն ու Ամերիկան են։ Բայց ինչ արեց Սեր Նիկոլը։ Այ հիմա ես այդ պատասխանեցի այն հարցին, թե ինչի նրանք չէին ճանաչում Արցախի անկախությունը։ Ու եթե չեմ սխալվում, ես ինչ ասում եմ համեմատականի մեջ։ Ես ոչ մեկի գովքը չեմ արել, որովհետև ես շատ դեպքերում քննադատել եմ հենց նույն Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պարլամենտական ընդդիմությանը, երբեմն համեմված բառերով, որտեղ իրանց օգտակար գործողության գործակիցը 0 է։ Ներկա Հայաստանից իրականության համար։ Կուզեն ոնց կուզեն թող հասկանան, մնե по одному месту։ Կոնկրետ այդ մարդկանց օգտակար գործողության գործակիցը ՕԳԳ-ն 0 է։ Եթե Քոչարյանն ու ինչ էի ուզում ասել, եթե չեմ սխալվում, ապրիլյան պատերազմից հետո էր, քարորիայից հետո, տոլի դրա ընթացքում էր 4 օրվա ընթացքում։ Երբ որ Սարգսյան Սերժը հավաքեց Հայաստանում գտնվող բոլոր օտարերկրյա դեսպաններին ու ասաց, եթե ռազմական ինքն էր 16 թվին էր այդ է։ Եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ բնույթ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Արցախի անկախությունը։ Այսինքն ինքը հասկացրեց այդ 3 գերտերություններին, որ եթե Հայաստանը որպես երկիր կամ հակամարտող կողմ հարգում է ձեր խոսքը, բայց այն կողմը չի հարգում, չէ, թքած ունենալով ճակերտներով ձեր վրա, ձեր անվտանգության վրա, ձեր բանակցությունների վրա, բայց ես խի պետք է հարգեմ ձեր տեսակետը։ Ես ձեր հետ պայմանավորել եմ, չէ՞ որ Հայաստանը որպես երկիր չի ճանաչում Արցախի անկախությունը, բայց Արցախին պետքա ստատուս քվո։ Արցախի ժողովրդի անվտանգությունը, օրինակներ բերելով, որ եղել է Բաքվի, Սումգայիթի ջարդերը, Արցախում եղել է ցեղասպանության այդ ֆորմատի մեջ դեպքեր։ Հասկացրեց, որ եթե այն կողմը թքած ունի ձեր բանակցային ոչ գործընթացի վրա,
ու դուք ռեակցիա չեք տալի adekvat, այսինքն կռիվը չեք կայնացնեմ, ուրեմն ես էլ կարամ թքած ունենամ։ Սխալ եմ բացատրեմ, կամ սխալ եմ մտածում, դուք ձեր կարծիքը մտածեք, ասեք ոնց է, ես այդպես մտածում եմ այդպես է։ Հետևաբար, եթե դուք չեք զաստավի տանում, որ այն ագարկակ կողմը կանգնեցնի իր ռազմական գործողությունները, ես շատ հանգիստ ճանաչում եմ Արցախի անկախությունը, ու Հայաստանը պաշտոնապես մտնում է պատերազմի մեջ։ Քանի որ հենց սահմանադրության մեջ գրած է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորը, ինչը հիմա փորձում է ձևափոխի, վերափոխի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եթե Հայաստանը մտավ, Ռուսաստանը պետք է միջամտեր։ Այդպես չի, այդպես է։ Դες ՕԴԿԲ-ն մի կողմ թողում։ ՕԴԿԲ, ՀԱՊԿ, ինչպես շատերն ասում են Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ՀԱՊԿ չեն կարող ասեն։ ՀԱՊԿ, հենց նույն Նիկոլը, ՀԱՊԿ։ Ջնջուլի աղվամաս, ՀԱՊԿ։ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի 97 թվին կնքած փող համագործակցության պայմանագիր։ Ռուսաստանը ուզեր չուզեր, պետք է որ խառնվեր։ Այդտենց եմ ես ենթադրում։ Չէ՞։ Ռուսական ռազմաբազան պետք է օգներ Հայաստանի, որը հիմա կա, որը ամեն կերպ փորձում են հանեն Հայաստանից։ Ո՞րն էր ավելի հեշտ։ Հեսա կասա Ռուսաստանի գովնանը։ Ես мне глубоко наплевать, что ինչ կասեք, ես փաստ եմ արձանագրում, ես Ռուսաստանի գով չեմ անում։ Ո՞րն էր ավելի հեշտ Ռուսաստանի համար, որպես երեք հզոր պետություններից մեկը։ Զանգերասեր կռիվը կայնացա, դու ով ես որ թքած ունես մեր բանակցային գործընթացի վրա։ Թե ինքը հետո մտներ պատերազմի մեջ ճուժոյ պախմել։ Ճուժոյ պախմել, որտեղ Հայաստանը անկախ պետություն է։ Բացի իր դաշնակիցը լինելուց անկախ սուվերեն պետություն է։ Ու ըստ պայմանագրի ինքը ստիպված պիտի միջամտեր։ Դրա համար կային այս 44 ասեմ, քառօրյա պատերազմը։ Ճիշտ է, մարդիկ վերագրում են ասում են Սերժ Սարգսյանը հզոր էր կայնացրեց, միգուցե ճիշտ խոսելով ոչ ինքը դրսևորեց, հասկացնելով, որ չկայնավ, ճանաչում եմ Արցախի անկախությունը։ Այսինքն, եթե այն կողմը թքած ունի ձեր բոլորի գարանտների վրա, որ հարցը չունի ռազմական լուծում, ես էլ թքած ունեմ։ Չգնաց չպախկվես բունկերում, չգորած եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։ Ինչ ելավ Նիկոլին իշխանություն բերելուց հետո։ Այդ որ ասում եմ ազգերի ինքնորոշման իրավունք, ստատուս քվո, երբ որ Բոզի վաստակը գնաց կայնած Արցախի հրապարակում եւ ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, այստեղ արդեն հաղթաթղթերը հայտնվեց Ադրբեջանի նախագահի ձեռքում։ Այսինքն այն դեպքում Ադրբեջաններ 16 թվին խախտե 3 պետությունների գարանտը կամ ինքնասիրությաններ կպե։ Դրա համար ստիպում էին փակ դռների ետևում ճանաչել Արցախի անկախությունը։ Լավ էին արել, գրուզիտ էին արել, ստիպում էին։ Բա ոնց դու ով ես ասենք խոսքի այ Բոզի տեղա, որ մենք 3 երկիր այս հարցի մեջ կանք, 3 անուշապեր խոսքի։ Դες ասում եմ 3 անուշապեր, որ չասեն ռսի գով տանում ես Ամերիկային քխես ասեմ, Ամերիկային ես բանա գով քարամ ռսին ես քխ ասեմ, չէ։ 3 անուշապերը թեմայի մեջ կային։ 3-ն էլ ունեն խոսքի իրավունք, իրանց խոսքը կշիռ ունի։ Դրա համար ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Գնաց կանգնեց ընդ Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն արդեն հայկական կողմը ասեց «Տո ես խորխած ունեմ ձեր բանակցային փաթեթի վրա, տո ես թքած ունեմ, թե դուք ինչ եք բանակցե, տո ես խորխած ունեմ 5+2 ֆորմատի վրա»։ Կրկնեմ մի անգամ եւս։ Եվ Սարգսյան Սերժը եւ Ռոբերտ Քոչարյանը 7 շրջանը հայկական չեն համարել։ 7 շրջանը հայկական չեն համարել։ Պատրաստվել է վերադարձնելու։ Բայց որոշակի գործողություններ պետք է լիներ այդ ընթացքում։ Անես չի որ վեկալ քո 7 շրջանը, չէ։ Անվտանգության երաշխիքներ, որոնք պիտի տան 3 երկրները։ Ու Արցախում, եթե խոսքը օրինակ կանգնած լինեին 3 երկրների խաղապահ ուժեր, միգուցե եւ չներեն ինչ եղավ։ Այսինքն
Հայաստանում վարչապետ, որպես վարչապետ առաջ մղված բոզի տղեն, ով Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ բերեց կանեսեց, հենց այդ օրվա բեմի վրա նկարած ձեռը, կնիկն էլ բեմի ներքևը նկարը կիսվել են Facebook-յան էջով, բերանաս այսենց երկու ձեռով փակ, չես ճոգում, խնդմա, ամոթից լացմա, հենց այդ չելը չեկած ինքը արդեն պաղծեց, մեր զոհված տղեկի հիշատակը, մեր ազգը դմդմ փուեր կորում, դով կապած սրտիկ նկարած Նիկոլը, չգիտես ինչի սենց դրոշմանիշի պես եկավ, սենց նկարվավ մեր սրտերի մեջ, էլի մեր ազգի, մեր Ժողջանի, Դալարիցի Ժուժուի, Կոմիկ Ռուստամի, մյուսների, եկավ սենց մտավ մեր սիրտը իրա ցեխոտ կոշիկներով, իրա ճիջվոտ ոռով, այդ է տարբերությունը, Նիկոլ Փաշինյանի տարած քաղաքականության ինքը իր բերանով է չի ասել, ես իմ բանակցությունները սկսել եմ զրոյական կետից, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Նույն բանն է ոնց որ ֆրասի թեքե ասի то թեկել եմ ձեր բանակցածի վրա։ ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Ես եմ ստեմ որոշողը։ Էդա տարբերությունը։ Այդ հարցի շուրջ։ Էդա տարբերությունը։ Ու մարդիկ ասում են Նիկոլն ամեն ինչ արեց, Նիկոլը եթե ամեն ինչ աներ կամ Նիկոլը իներ, որպես, ուրիշ բան չեմ ասում, հայի ազգի շահերի սպասարկող, ինքը հոկտեմբերին պատերազմը կկանգնեցներ, հոկտեմբերի 19-ին, երբ որ ադրբեջանական կողմներ էր համաձայն դրա հետ, դրա մասին խոսվել է, չէ, այսինքն Սրա նման պորջի բալի հիմար, հայ զինվորի կյանք արժեք չունի, հայի կյանք արժեք չունի, ընդհանրապես, հոկտեմբերի 19-ին կայնացնեիր, հիմի կասեն, Նիկոլն ճիշտ է կսա, էտա Լադիմիրիչ են մուտի տակենա, են որ հեռուստացույցով հելավ բրիֆինգի ասեց, հոկտեմբերի 19-ին ես առաջարկեցի երկու կողմին էլ կանգնեցնել պատերազմը, ադրբեջանական կողմը համաձայն էր պայմանով, որ Շուշի պետքա վերադառնան փախստական ադրբեջանցիները ու հետարքիր էլի հայկական վերահսկողության տակ գտնվող Շուշի որ մի ադրբեջանցին պետք է վերադառնար։ Անենց հետարքիր է։ Ոնց որ նույն բանը հիմի ասեն բարձրացիները խի դուս եկան Արցախից։ Բացատրեմ խի դուս եկան։ Եվ որ կարային կռվեին համաձայն եմ, բայց պատկերացրեք արցախցիներն ասում էին լավ մենք մնում ենք։ Ռուսական խաղապահ զոր դուս արի։ Ես առավել քան վստահ եմ, որ ինչքան բանակ ծառայած տղամարդ կար, գալու են դուրը ծեցեն, տնից հանեն, տանեին ու խոշտանգեին ամենավերջի ձևի։ Թե կասեք այտենց չի։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը չէ, Հայաստանի Հանրապետության ղեկավար հանդիսացող Պորճը, ով ասաց ես մամուլից եմ իմացել մի օրվա պատերազմի մասին։ Ձերները լվացեք հաշվել էր էս կողմ։ Ինքը բերանացի ասեց, ես Արցախի հարցի հետ գործ չունեմ, որ ես հետ եմ քաշում, որ Արցախը դառնա բանակցային կողմ, այսինքն քաքեց բորշի մեջ, հելավ թքեց 3 կողմի այդ համանախագահների վրա, այսինքն այդ երկրների վրա, Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո ասում ես գործ չունեմ, ես այդ քաքը вообще չեմ էլ էփե, ես գի ցախել չեմ գցել, բանի Ղազանի տակն, այդ կրական, որ կբոցկլ տար։ Ես այդ համ քնեմ, դուք որոշեք այդ հարցը։ Այդ է տարբերությունը։ Ազգերի ինքնորոշման իրավունք եւ ստատուս քվո։ Ու հետարքիր է, այդ որ մի համանախագահ երկիր է պետք է այդքան ստո պաշտպաներ Նիկոլին կամ Հայաստանին, երբ որ հենց Նիկոլ Փաշինյանը խոռոփած ուներ դրանց վրա։ Արցախը Հայաստանը եւ վերջ իր կարգախոսով։ Հե? Ամերիկացին, ֆրանսիացին կամ ռուսը պետք է մեզից շատ ուզենա, որ Արցախը մնա հայկական։ Չէ, մենք պետք է առաջին ուզենք, որ Արցախը մնա հայկական։ Կամ միացած օրինակ բերեմ։ Այն Հայաստանում գործող եւ գտնվող չեմ ուզում ուրիշ բառ ասեմ, բայց չելել եմ կուլտուրական ասել։ Այն
ղախպակոլոլ, խլինքակոլոլ եվրոպորնիկներին։ Դիցուկ, օրինակ, առաջի 44 օրյա պատերազմից հետո ռուսական խաղապահները ընդ էին, չէ, թվով 1700 տոլի 1100 քանի հոգի։ Այդ վաղ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում էր, խոսք օրինակ, հարց եմ տալի ձեզ եվրոպորնիկներ, որ Արցախը ես վերցնում եմ իմ տիրապետության տակ։ Ռուսաստանի խոսքի տես մի հատ բան էր հայտարարում։ Ինչ կանեիք ձեր նման ագարկեքը, ինչ վայնասուն կդնեին, բացատրեք մի հատ հասկանամ, էլի։ Այն որ հմեկ եկեթեմ, Խզմալյանը խոսում է ես իմիջ Չինաստանի շահերից, Հնդկաստանի շուկայից, այ բոզի տղա, երգիրը կայնացած ծվեն լելուց առաջ, դու Հնդկաստանի, Չինաստանի շուկան ես քննարկում։ Հե՞։ Մենք եսի առաջ չկաք դուք։ Այս պայի դրությամբ Հայաստանը որպես սուբյեկտ գոյություն չունի, Հայաստանը դառել է սուբյեկտից օբյեկտ։ Հայաստանին գցել են սեղանի կենտրոնը, այն բիլիարդի շարի պես կիով, այն փեդով, խփում են։ Ու կողքերը կանգնած են մի քանի պետություններ, Թուրքիա, Ադրբեջան, մյուս, որ կուլ տան։ Սյունիքը մի հատ այդ բիլիարդի շարիկի պես խփում են, չէ, Իսյանյանն են խփում։ Որ այդ թվում պետք է ինգնի խոսքի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանի մեջ է ցանցով, որ կա բիլիարդի սեղանի վրա։ Անդե Իրանը միացած բանա դնեմ, թուղթա դնեմ, գարդոն, ասма չէ, շարիկը պետք է չընկնի ստե։ Իսկ եվրոպորնիկները ասում են Հայաստանը սուբյեկտ Հայաստանը բանակցում է։ Դե մի հատ մոր քֆուր կերեք, որ Հայաստանը բանակցում է։ Հայաստանի փոխարեն են բանակցում։ Այ խլինքներդ կերած մեծացած բոզի բալեք։ Բոլը էլի խափեք է ժողովրդին։ Հմեկում եթեր, ընդ եթեր, քվյարկում ենք, քննարկում ենք։ Չի Եվրոպայում քիչ գյոթու բոզ կա։ Հայաստանը պետք է արտահանի որպես բնական ռեսուրս։ Արա առանց դրա գնացեք։ Ես վստահ եմ, ով ուզում է, ամեն մեկի իրավունքն է, իր սեռական կողմնորոշման գնաց այս պայի դրությամբ, որտեղ դուք Հայաստանում գտնվում եք անձամբ վարչապետի հովանավորչության ներքո։ Ինքն է չի ասե, LGBT համայնքները, տրանսները, կոմիկները, այս գտնվում են պետական հովանավորչության ներքո։ Հիմի գնացեք, չնայած Հայաստանում էլ ձեզ թթուխոս չեն ասում։ Չեք հավատում, հելեք Երևանման եկեք։ Կտենակ։ Ծիծիկ, պուպուլիկ, կայնած են Երևանի փողոցներում։ Որ մեկն է մոտենում ասում, արա գոնե վիվիշկա մի ֆրացեք ես փողոցներում։ Մենք 4500 տարվա պատմություն ունենք, ոնց որ շատերն են ասում կենաց խմելուց, Արարատի նկարին նայելուց։ Ոչ մեկ, չէ։ Ոչ մեկի վեճը չի։ Համազգային անտարբերություն։ Գնում եք Եվրոպա, գնացեք, դիմեք Եվրոպային, ասեք գոնե այս մի հատ մաս կա, որ ասենք իրան մի քիչ նեղված ազգում Հայաստանում։ Էդա թելով ռուսիկ հագնողներ, Մերսեդես, կամ փորիկավոր յուբկեք հագնողներ, իրանք տղա են ծնվել, առել են աղջիկ, ծիծիկներն աճերա, հեմոֆրոդիտ են դառել։ Մեզի այդ առանց վիզա էլի թողեք Եվրոպա։ Հայաստանն էլ որպես երկիր, այ մարդ, թողեց որպես բնական ռեսուրս արտահանձնի Եվրոպային։ Ամերիկա գնացեք, ու ասեն, ընդ հա ազատ է ձեր կյանքը։ Էլի եմ կրկնում, Հայաստանում էլ է ազատ։ Հիմի հարցը եվրոպորնիկներին, բայց վայթե ասեցի։ Ասենք Ռուսաստանի Դաշնությունը այդ 44 օրից հետո, երբ որ խաղաղապահները ընդ էին, ասում էր ես իմ Արցախը վերցնում եմ Ղարաբաղի իմ տիրապետության տակ։ Իմն եմ համարում։ Կդնեիք այդ վայնասունը։ Կդնեիք, չէ՞։ Վայ, ուրեմն տեսակ, մենք որ ասում ենք Ռուսն այս կռիվը սարքե, որ օբշի իտոկ ինքը գա Արցախը վեկալ իրանց, մեր Խզմալյանը նախ դասող էր, են կան չեն խախպատենչերի կուտոկ, սենց խլինքի պես մայթերին վերընգած, մեր տղեկի ալյամբ պահած հողը, Ռուսաստան իրավունք չունի վերցնի իրան, բայց չեն ֆրամ ասում, փաշողլի, դու խես ասում, Հայաստանը չի խառնվում Արցախի հարցերին։ Հայաստանն էլ է Արցախի անվտանգության երաշխավորը։ Փաշինյանին չի գալի քխասել։ Փաշինյանը իրանց գրանտները կարող է սահմանափակի,
Տնի հարկադիրի տակ, են որ ստանում են Եվրոպաներից, եսին որ դրանքից, Թուրքիայից հիմնականում։ Բա խոսացեք, բա հիմի հելեք խոսացեք, արա։ Եվրո ստանդարտներով ձևակերպված օլիգոֆրենիկ հեմոֆրոդիտներ, հիմի հելեք խոսացեք։ Են, չգիտեմ, էդի էքա թե որց, նմանա էքի, բայց ավելի շատ ինքը Արման Բաբաջանն է ոնց որ լինի։ Վրաստանի նախագահը, հել է հայտարարասմա լորին պատմական Վրաստանի բանա, մասա։ Հա չի չեք խոսեմ, ընեց հետարկիր անձի, սենց հոնգուր արտասվելով ուզում եմ հարցնամ ձեզ։ Մեկի ծպտունը հելնեմ, հա։ Բախի չեք խոսեմ։ Ես Հայաստանյան ղեկավարության մասին չեմ խոսում։ Հայաստանյան ղեկավարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը զբաղված է հայոց ցեղասպանության հարցը առաջնային օրակարգից մղելու դեպի ամենավերջի պլան։ Քո հարևան երկիրը, ով 44 օրերի վաղ ճամփեն փակեց, ասեց սկորի մաշնակը պետք չգա։ Ով հիմի ըստ շրջանառվող լուրերի ճամփեն փակել, ասма բախի չեք թռնեմ դեմքին։ Դուք ուզում եք Եվրոպա, ճիշտ է։ Իսկ Խզմալյան, Արամ Զավենի, Սարգսյան, ընդ ով կա, լիքն են, չէ, այդ խելրախլինքների կուտոկը։ Բա հելեք թռեք Եվրոպայի դեմքին։ Ասեք Եվրոպա ջան, մենք որպես երկիր ընտրում ենք եվրոինտեգրման ճանապարհը։ Մգանայա, դու քո զենքն եկե, որ մենք փողն քեշ տմենք, չէ։ Հայաստանի կառավարությունը փոխանցել է, զենք առը, եկե խասե փոթի նավահանգիստ, չեն թողում ախպեր մտնի Հայաստան։ Վաղը, որ Ադրբեջանը հարձակվի, մենք իմալ պաշտպանվենք, ռագատկով, թե նետու աղեղով։ Մի հատ սենց բանը կտոր կապենք, ասենք Հայկը հելավ հաղթի Բելին։ Հայկը մի նետով, մի նետը ռուսերեն, հաղթեց Բելին։ Հե՞։ Այդպես պետք է պաշտպանենք երկիրը։ Ձեր ուղարկած Եվրոպայի զենքը լավնա, վատնա, քխա, գեր, հզորա, էդի հարցի երկրորդ, երրորդ կողմնա։ Եկեք այն է փոթի նավահանգիստ, ըստ շրջանառվող լուրերի։ Խի չեք թռնեմ ձեր Եվրոպայի դեմքին։ Որ նույն ձեր Եվրոպա մեծ, Եվրոպա մեռ, Եվրոպայի թելով տրուսիկը մատով հերու տանող, հետանցքը հոտոտող Վրաստանի նախագահան ասում է լորին էդի պատմական Վրաստանի մի մասն է։ Դե հելեք թռեք դեմքին, թե չի կարելի։ Թե դուք մենակ Հայաստանում կարաք խլվելակ, լպտակ, հասարակ հարց, յուրաքանչյուր մարդ, հելեմ ասում է ախպեր, ես ոչ Եվրոպա եմ ուզում, ոչ Ռուսաստան, ոչ միտեղ չեմ ուզում։ Ես ուզում եմ մնամ իմ երկրում, ես ուզում եմ իմ երկիրը անվտանգ լինի, խոսքի։ Իմ երկիրը զարգանա, ֆռմեն ասում են ռսիքոց։ Հելեմ ասում են, արա այ ախպեր, փաթեմ սաղին, եկեք մենք ազգովի հավաքվենք, մեր երկրի անվտանգությունը ապահովենք։ Կրեմլի շպիոն։ Խի։ Հենց այդ մարդն ասում է, ես սիրում եմ Եվրոպա, ինքը դառնում է իրանց համար մեծ ատառով հայ։ Անչի այ բոզի տղեկ։ Մարդ իրավունք չունի մտածի իր երկրի մասին, խոսքի ամեն ինչի մասին, որ կատարվում է իր երկրում։ Մարդ իրավունք չունի դիմի Նիկոլ Փաշինյանին, ասի տո բոզի տղա, այդ որ հելել ես ռիլս վիդեոս նկարի, ասում ես Հայաստանի պետական բյուջեն մեր ազգաբնակչության բյուջեն է, բոլորիս համար է, մենք բոլորս պետք է ձգտենք, որ բյուջեն շատանա, ու մեկ ընդից նստածներից հարց չի տալեմ, արա լավ, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն բոլորի համար է, ուրեմն ըստ այդ տրամաբանության պետք է Հայաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի ֆռար նույն Լեքսուսով, ինչ Լեքսուսով ֆռմա քո Լեքսուս մեքենայով Քո երեխաների մայրը, անչի չեն մանգալի մարդիկ այդ Լեքսուսով։ Բյուջեից այդ Լեքսուսն առնծվե, բյուջեից չի առնծվե։ Բա ո՞նց է լավ, եթե բյուջեն հավասարա բոլորի հիմար, բյուջեի հիմար պիտի ստարայիցալ են բոլորը։ Այդ բյուջեն, որ օբշի կացոլա, դու վերցում ես ճպ, բաժանում ես, կնկատ ավտոսրան, այսքան ախրանիկ, այսքան ես իմիջ, քեզի ես իմիջքան միլիոնավոր դրամների հասնող գումար, որ դու հեծանիվով քո հետանցքն ու կրծքերը վեկալես, էթա Սևանի կողը քշես կնկատ նինջա ասելով, ընդ է քշես, Երևան, Գյումրի, ես իմինչ, էդի պետական միջոցների ծախսա, չէ։
բայց Հայաստանի քաղաքացիները ինչի պետք է Lexus-ով չվռան, եթե բյուջեն հավասար է բոլորի համար։ Ինչ են, լալու կյարի պես նստած լսում են ինչ մի հատ ճմրթված, ճակտված բոզի տղա ինչա խոսում։ Խի։ Բայց մենք էլ որ հելնեմ հանգարց կոմենտա գրեմ, մի բան խոսում է, խաչում է, ես ինչ իմ սենց վազմուշացա կեղի, ռասիստերուկ, ռասիկոց։ Ինչի։ Որ ես փորձում եմ իմ առողջության հաշվին բացատրեմ, որ արա այդքան տավար մի ելեք, էլեսի ձեզ խափում է ամեն քայլափոխին։ Մի օք էլ մտա իմ գրած բանը կիսվե Facebook-ով, մտա գրելա լսի ընձի, անուն չէ դրա։ Դերզիկ էր, դեզիկ էր, դերզիկ էլ դեզ, դերզիկ վայթե, դերզիկ ազգանոտ չեմ իշում, ընձի գրելա լսի, եմ ծիգրով կեքը ոնց են է, որ ասում է եղանա կկողեմ փորըդ, ինձ թված է սա էկրանից եսկում եղամը մտմա աշկս, ընձի գրելա լսի, Անահիտ Ավանեսյանը, հա, Սևուկուլիկի մասով նկար էի կիսվեն, որ քիթը չլնի աշկեր իրար կծսցնեն այդ նկարը։ Ինքը շատ լավ ընտանիքի աղջիկ է, էդի է գրել, դերզիկն անձի գրել Facebook-ով։ Ինքը շատ համեստ աղջիկ է, ինքը շատ բանիմաց աղջիկ։ Այդ որորվանից դեր իգրով կեքին, որ արդեն որպես զարգացած, գերզարգացած զոմբի, ճկուտով են արդեն իրանց են չոր խլինքը հանեմ, սենց պլուլեմ ու շպրտեմ հարևանի վրա ու վազեմ տուն, որ իրանց մարդ չտեսավ։ Հետո որ հարևանը գալի ասում է ագարկա դու ես խլինք շպրտող, ասում է չէ նախիններն են մեղավոր։ Այդ դուք եք։ Բացատրում եմ քո նման տգետին։ Ինչ որ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար մարդը պիտի լինի այդ ոլորտի մասնագետ, այդ տգետ տձև ագարկա, տձև, ես վստահ եմ, չգիտեմ էլի, որ ասենք նկարը չկար, երեխու նկարը դրած բան, սենց նայի դուս եկա, որտև դու այդքան չկաս մտնեմ քո էջը խոսքի ուսումնասիրեմ, ձեր նմանները, են ախջներ, մի փոքր մաս կաղը մեխի կտորելներ, չէ խոսքի, թեպի մեջ, Այդ մեխը, որ ուտեիր քո ենթաստամոքսային գեղձը, քո մարսողական համակարգով էթար հասներ քո ուղեղից ծալքերից ինչ-որ մեկին, քո երակներից մեկով։ Սենց մի թեթև, սենց ճանգրել քո ուղեղը, ու քո ուղեղը սեր գործել։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Լավ ընտանիքի աղջիկը համեստ աղջիկը։ Դա ինչ օգուտ է տալի Հայաստանի ազգաբնակչությունը, երբ որ մարդիկ մոտենում են պետպատվերի շրջանակներում պետպատվեր չկա։ Կորոնայի ընթացքում այդքան մարդ մահացավ տարին թաղին։ Արսեն Թորոսյան բոզի տղեն տեսանյութ ֆռն Facebook-ում, ես էլ վերցի գցի YouTube։ Ասում է փորձարկումներ պիտի լինեն Հայաստանում, ամերիկական լաբորատորիաներում։ Ու մեկը չի ասեմ բոզի տղա, կնգա երեխուտ տար փորձարկի։ Այդ հայը երբ դառավ ռասխոդնի մատերիալ։ Կարևորը ասում է ինքը տնական աղջիկը, դու տնական աղջիկն էլ ծծծնեմ, նավարիտ էլ վրեմ։ Տնական աղջիկ ասում է։ Ինքն է տնական աղջիկ։ Փաշինյանը դա տնական վարչապետ, ոռը քորելով, ծծերն ու ոռնարած հեծանիվ քշելով։ Պապիկյան Սուրենն է տնական պաշտպանության նախարար, որ բրոնեժիլետները ինչով, սենց քարով, խփում ես ծագվում է։ Արցախը դավաճանած, զինվորներին թողած փախած գեներալներն ու գնդապետներն են տնական հրամանատարներ, որ ոչ մեկ իրավունք պետք է ունենան շատ քիչ մարդիկ։ Պետք է լինի IQ տեստ, իմ կարծիքն է, ով ոնց կուզի հասկանա։ IQ-ն, անցավ IQ-ն, ասենք իրան որ ցույց տան խնձոր, ինքն դե, սենց նկարածա խնձոր խոսքի ունակ։ Գրածա հավասար, ինքը պետք է գրի խնձոր, տանձ, գրի տանձ։ Բայց եթե դերզիկ էր, դերզիր էր, էդրա նման մարդիկ նկարածա խնձոր, ինքը վերցում գրում է մանդալին, լյով, մանդալին։ Այդ մարդը իրավունք չունի երկիր ղեկավար ընտրի, տարածքային կառավարման ես իմ ինչ ընտրի։ Մանդալին գրողը իրավունք չունի, խնձորը տանձից չտարբերողը։ Սմարթֆոնը անգեծերը մտելա կոմենտա որ գրում է։ Թե դու ոնց էիր հայտնվել կոմենտների մեջ, ես տենցը չհասկացա։ Քեզով քակես ջուրը չքաշեց դե։ Обычно կոմենտ գրում են իմ Facebook-յան ընկերները։
Հե, Եվրոպա մեռներ, խոսալու եք, հարություն մկրչան, գրդոնջի ղախպա, խոսալու ես, են որ հմեկի տաղավար են կեզ արդեն հրավիրը, են որ արդեն եվրոպական ստիլով ես քո սափրը ձևավոր է, հե, գրդոնջի, խոսալու ես, Վրաստանի նախագահի ասացի դեմ, վազմուշակ ցալնելու եք, թե տենց հրաման չկա վերևից, չէ, որ մեկ ասում եմ Հայաստանը անտերության է մատնված, մարդիկ ասում են, արա դե պոլա պիզդիտ կեղիս, են մի հատ վիդեոյի գցե մեկը մտե գրել էր Վարսավիրեց սաղա Բաքվի քարտեզնա նկարե գլխիդ, այ բոզի տղեկ, ես կարամ իմ ներքևի պրիչոսկեն էլ ամոթապուրս կորցնեմ, գցեմ համացանց, որ քո նմանները զարմանան, կուդրիները, զայվկա տված, որ տանես տնես ձեր սերվանդի գլխին ու տնեցիքով սենց հմայված նայեք, ասեք վայ, էրն է քո տիրոջը, իմ մազերի կդրվածքը, իմ միմիկան, իմ, չգիտեմ, շորի գույնը, սարոշկիս վարատնիկի կայնելու կամ պարկելու աստիճանը, ինչ կապ ունի երկրում տիրող անտերության հետ, հե? Տեսանյութել եմ նայ, Արցախից ձիով դե միջև կորնիզոր եկած, անունը Դավիթ եթե չեմ սխալվում, այդ մարդը, փողոցներում ապրում, սոված, ծարավ, խոսում ենք Եվրոպայից, այ մարդ, եթե մեր ազգը գորոշի, որ өթում ենք դեպի Եվրոպա, հել է գնացեք, ես ոչ կողմ եմ, ոչ դեմ, եթե դուք որոշել եք, որ դուք մյուս երկրի պես ավելի այդպես մեծ հսկա տարածք ունեք, եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան ձեզ պետք է օգնեն, հայի արյան գնով պիտի պայքարեն Ռուսաստանի դեմ, որ Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից։ Հելեք մտեք, ոչ մի խնդիր։ Եթե դուք կարող եք ցորենի հացի փոխարեն բրինձ ուտեք, դառնաք sense կիտայոս, պիզդագլազի ագարկա։ Եք մտեք։ Բայց Եվրոպա մտնելուց առաջ Եվրոպան կարող է քեզ շատ հանգիստ հարց տալ, եվրոպական ցանկացած երկիր։ Դու 2021 թվականի հետ մի օրվա պատերազմից հետո քո երկիր, քո մայր հայրենիք վերադարձան 120,000 փախստական։ Դու այդ փախստականներին կարացել ես հավուր պատշաճի տերկայն ես։ Դու կարողացել ես քո պետության ներսում գտնվող խնդիրները ինքնուրույն լուծես։ Չարու չատախ ագարկի փայտփորիկի պես չետաս ասես, Ամերիկան է մեղավոր, Ռուսն է մեղավոր, այդ վրացին է մեղավոր, դու ես մեղավոր, դու, քո նման անգրագետ կլաուզնիկ դեղին մամուլի լրագրող բոզի տղեն է մեղավոր, ոչ մեկ մեղավոր չի, ոչ մեկ պարտավոր չի, Հայաստանում ապրող հայից ավելի շատ գթասրտություն ցուցաբերի 120,000 արցախցու նկատմամբ, տուն տեղ գործերած։ Եվրոպան կարող է քեզ հանգիստ հարց տա։ Եթե դու քո գենետիկան իր մեջ, քո ազգային ավանդույթներն ու ավանդապաշտությունը իր մեջ պարունակող քո հայրենակցին դու նեղության պահին ձեռք չես մեկնում։ Դու թքած ունես ամեն ինչի վրա, կենսակերպի, սոված մնալու, եսիմ ապրելու պայմանների վրա։ Դու գալիս ես իմ երկրին ինտեգրվես, որպես ինչ։ Վաղը նույն հաջողությամբ, եթե ազգությամբ ֆրանսիացի, չգիտեմ, գերմանացի, օգնություն խնդրի քեզնից Եվրոպայի փողոցներում։ Դու իրան ասելու ես իձի նախույ։ Ճիշտ է, ես ունեմ այդ իրավունքը տենց մտածելու, այս մտածելակերպով կարա մտածի նույն եվրոպացին։ Բա, եթե դու նույն եվրոպացուն, օգնության խնդրանքից ձեռմեկնած եվրոպացուն, եթե դու պետք է ասես իձի նաքսույ։ Դու ով ես, որ ես քեզ ընդունեմ եվրոպական մեծ ընտանիք, եվրոինտեգրվել, հե? Եթե ամեն ինչ հիմնված է մարդու բարոյական օրենքների եւ իրավական նորմերի վրա, փոխօգնության վրա, փոխադարձ հարգանքի վրա, գոմիկ ես, ապրես, գնա քո ճամփով, գնա ազատ ապրի, մի հատ քո նման գոմիկ գտի, կացեք, ուշ նավթա, ֆարեք, ապրեք։ Ես քեզ քո դեմ բան չունեմ։
Լեսբի ես, կսիրես էտա լեզվով, չգիտեմ, շարժումներ անես, բավարարես քո ընկերուհուն, այն մարդ ձեզ էլ բարի պահ։ Կացեք ենա մի հատ ռոզովի տոմիկ անդե դրած, մտե կտե, ծուլպաններ կպցրեք ձեր լուսամուտին, ըստեք գրեք, in and out, ասենք, խոսքի օրինակ։ Կուզես էտա Սանտա Մոնիկա պարադն այս, եկնա։ Բայց Եվրոպան մենակ Սանտա Մոնիկա խոսքի ազատություն, ես իմ այդպես բաներով չի։ Հայաստանում ուզում են մեր ժողովուրդն ուզում է թա Եվրոպա, բայց внутри себя չի հասկանամ, Եվրոպան ինչ է։ Պարզ օրինակ Իսպանիա։ Վալենսիա քաղաքի ջրհեղեղները։ Եվրոպայա, Իսպանիան, թե չէ։ Վալենսիայի ժողովուրդը քարով, քաքով, բողկով, բազուկով, իսպանական թագավորի գլխին, խփին, ծսրին լարին։ Եվրոպական արժեքները խոսքի ազատություն։ Այսինքն բոզի տղա, եթե մենք քեզ պրիզատ ենք գալի թագավոր, ուրեմն դու ունես այս ջրհեղեղի հետևանքները վերանա արագի մեջ, օգնության ձեռք մեկնի պետությունը իր բնակչին։ Մենակ Հայաստանում, որ նստել ենք, ամեն մեկը կեթա իր այդ գործին, գգատուն, նորմալ է, անտարբերություն։ Մտածում ենք, դե հենց մի լավ է, հեսա թեթև կռիվ կլինի, թեթև կամ մի քիչ ավելի հզոր բան, դե ինչ է մի 1000 քանի հոգի էլ կմահանա Սյունիքում, մենք հայի գենի մասին հետո կխոսանք, մենք կհելնենք, կենասներ կասենք, հելնենք ստատուսներ կգրենք Նիկոլ Բոզի տղա, շատերն են այդպես մտածում, Նիկոլ դու դավաճան ես, կհելնենք մի հատ կքայլենք, չէ, մի հատ կքայլենք այդ 1000 քանի հոգուն էլ տանենք, կհանձնենք հողին ազգովի, հետո կետանք այդ զոհված տղեկի ծնողներին կցավակցենք, իրա չաբրած կյանքը թո իրա երեխեքուն լի, իրա ծնողներուն լի, ձեզ համբերություն, մեռիմ ծե, 1000, 5000, 10000 դրամ, կավքեն կտան այդ մարդկանց, յանի հոգումը խիթարանք, ու կգան տուն, կհասնեն տուն, մեր ազգի մեծամասնությունը, շատերը, ազգի չէ, ժողջանի, կենիք միա կոֆետի, են արաղնի չելա, վլպե, այդ ասես ծվերեն խրթալով կորելով, կնստի կասի լսեն սեմուշկենա չրթելով, մի հատ ձեժուրնի ատամով, հլտենանք մեր վարչովետ ինչ ակ խոսա, մերնի մարևոտ Նիկոլ, նայ ոնց ակ կզծնա, խոսքի տակ չմնա է ազգային ժողովի դահլիճում, հլը նայա իմ մոլը կրուտիտ կենա, էտա, ոչ մեկ այսօր չի մտածան, որ այդ մի ատամով սեմուշկա չրթող մարդիկ են որոշում մեր երկրի ճակատագիրը, ոչ մեկ չի մտածան, որ ախպեր ավելավը հմի եկեք ազգովի կանխենք ես ամեն ինչը, որ վաղը 1000, 1500, 2000 հոգով չավելանա այդ երրաբլուր պանթեոնը, էլ տեղ չկա, ընդլայնվելու, ընդարձակվելու, ոչ մեկ դրա մասին նախապես չի ուզում մտածի, հազիվ մտնեք YouTube-ում ընձի քֆուր գրեք, վատ բարեր գրեք, ես իմ ինչ քֆուրներ գրեք, գրեք, դուք գրեմ եք, հա, ձեր գրածը խոսքի կարա կարթա 10 մարդ, 15 մարդ, 20 մարդ, հմի ես քանը որ ասում եմ վերաբերվում է բոլոր են վատ կոմենտ գրողներին, քֆուր, հայոյան, ես իմ ինչ, հմի ես եթերը ես որ կցեմ YouTube, կարա նայի 10,000 մարդ, տեսեք 100, մեկ էլ 1000, 10,000, հետո 30,000, 25,000, 5,000, համենայն դեպս կնայի ավելի շատ մարդ, քան դուք ձեր գրած կոմենտը, ճիշտ է կկարդա, հմի բառացի, ընդհանուր, ես ինչ պետք է ասում եմ, վերաբերվում է, բոլոր են մարդկանց ովքեր մտնում են, դենց անկապ կոմենտ են գրում, վիրավորում են, քֆուր, քյաֆար, ի տարբերություն ձեզ բոզիս բալեք, ես քրվում եմ ու հիմնավորում եմ, Նիկոլ եթե բոզի տղություն անեմ, ես քրվում եմ Նիկոլին, ես չեմ քրվում Նիկոլի կողը նստած խոսքի Սասուն Խաչատրյանին, ընդհանրապես լավ, շատ չխորանամ, ձեր նման բոզի ծնունդները վաղը մենակ ուրախ պետք լինեն, որ թուրքը մտնի իրանց տուն,
իրանց բալեքի մազերից բռնած քաշի իրա խեռին։ Ու դուք սեզ նստած ծափ եք տալու, այդ մի ատամ սեմուշ, մի հատ ատամ դիժուրնի ունեք, ջրոտ բերանով, սենց որ սեմուշկակ չրթեք, քյալաման բոքսով գջարդեք, շպրտեք ғազանի մեջ, կասեք բորշա կեփենք այսօր։ Էդ եք դուք։ Ձեր նմաններին բան բացատրել, էդ նույն բանն է, ոնց որ մի հատ սենց մեծ բուլիժնի քար վեկալեմ ու փորձեմ գլխով այդ քարը ջարդեմ։ Գլուխս կվնասեմ, չէ՞։ Ես դրա մեջ արդեն համոզված եմ։ Ձեր նմաններին բան բացատրել, հասկացնել։ Դուք այնքան տգետ ու տձև եք ձեր կառուցվածքով մտածելակերպով, որ դուք չեք հասկանում, ամեն օր ձեր Փաշինյանը ձեզ լավ է քրֆում։ Ձեր ամեն ինչը քրֆում է, իրա բառամթերքով, բառացի չի քրֆում։ Ձեզ փոխաբերական իմաստով ասում է, չունեմ ձեր այս շպերանը, քանի որ իրա նման բոզիտողուն հանդուրժում եք։ Կասեք սուտ եմ ասում, ինչ է նշանակում, բյուջեն Հայաստանի յուրաքանչյուր բնակչի հիմար համընդհանուր բյուջե է, բոլորը պիտի օգտվեն այդ բյուջեից։ Ինքը ֆռնում է Մերսեդեսով, ախրանիկներով, Լեքսուսով, դու ֆռնում ես ասենք ինչով։ Opel Astra G-ով, խոսքի օրինակ, հազիվ բենզինի գազի փող հայթաթելով, բայց Նիկոլ պաշտպանելով, ես էլ ասեմ, որ հանկարծ չասեն, մտել ասում է Opel Astra քշողը վատ տղա է, չէ։ Opel Astra քշող տղա կա, որ ինքը իր հայրենիքը սիրում է։ Ինքն էլ է մտահոգ իր երկրի ճակատագրով, ինքն էլ է ուզում լավ ապրի իր երկրում։ Այդ է իմ ասածը։ Ու դուք հելեմ ծափ եք տալի, այդ խոսքերի վրա, մտնում գրում են, հզոր ես, վարչապետ ես։ Հա, ձեր մտածելակերպով միտեղ ես էլ եմ համաձայն, ինքը հզոր է։ Ինքեն այնքան հզոր է, որ ամեն օր Հայաստանի պետական պարտքը կրկնապատկելով, եռապատկելով 12 միլիարդ, 13 միլիարդ դոլար է դառը, բայց որ եկել էր 6 միլիարդ էր։ Տարբեր համաշխարհային բանկերից փող վեկալելով, պարգևավճար բաժնելով, ինքը կարում է ձեզ խափի ու դուք կարում եք այդ կուտն ուտեք։ Այդ առումով հզոր է Նիկոլը, բան չասեմ։ Ընդհանրապես, ինչքան գուզեք մտեք գրեք, մեր հզոր, մեր ժողովրդավար, մեր տանձի գլուխ, մեր խեռի պտուկ, ինչ կուզեք գրեք։ Ես էլ եմ բան գրեմ, բայց հետո այսօր մտա ջնջի։ Ինչ ում գրեմ, մի շարք, մի տասնյակ, մի քանի տասնյակ բոզի տղու ասեմ, եկեք ինձ ինձ դեքֆուտ գրեմ։ Իմաստը ո՞րն է բան գրելու։ Այդ գրելը, ջնջելը, ես այդ լիազորությունները հանձնել եմ պարլամենտական ընդդիմությանը։ Լիովին եւ լիարժիքորեն։ Ստատուսներով Նիկոլետ հավասար, սենց երգիրը սենց ծսցնելով տանում են դեպի ուր, դեպի Եվրոպա։ Եվ ոնց են ասում, Աստված վերջը բարին անի։ Լավ կոմ։ Լավ, այսքանն է ուզում խոսել։ Հելա տնամ այդ եվրապորնիկներից։ Եվ որ ասում են ապա էսի եվրոյա, քիթը միջև ես, քիթն եմ ասում, մատը միջև ես, մեջտեղի ոսկորը միջև ողունուց ուծե կողած այդ եվրոպորնիկները, սենց խառնողքները։ Տենամ դրանց եվրոպորնիկներից, որևէ մեկը կպատասխանի Վրաստանի նախագահին։ Այդ կլիմաքսից քայքայված չոր երևույթին էլի, լորին պատմական Վրաստանի մարզա։ Այտենց է։ Այս մարդը երգիր դրե աճուրտի։ Վերջերս գնաց Վրաստան, այս մարդն եմ ասում, մեր հզոր են, տենց ասեմ զոմբիների սերտ յուղոտի։ Երգիր վեց վերջերս չէ գնաց Վրաստան, ինքը գնաց, Արաբաթն գնաց, ստորագրվեց հուշագիր, եղբայրական, բարեկամության։ Հիմի մեկը չի զանգա Վրաստան, ասի, եղբայրական ժողովրդի, եղբայրական պետության նախագահ, ես ինչ զառանց ես, այ ագարկա, իմա լորին մեր պատմական Վրաստանն է, հե, չսեն, կամ արաբա չվերցա զանգա, ասենք, էտա Եվրոպային, ասի պարոն Մակրոն, քու ղրգած էտա մթերքն, անուն չի դա, մթերքն, Քալամփող, Բիբար, Բադրիջան, Սմբուկ,
Եկե մացետա փոթի նավահանգիստ։ Մեզ զանգանդե մի թափ դուրել է հետո ֆրանսիական խերտ թողախասի Հայաստան։ Չենա Արաբաթն զբաղվուկ է հայոց ցեղասպանությանը հարցը ստորադասելով։ Իրա նարկոշ բոզզի տղա հայացքով։ Հայ հասարակությունն էլ բաժանվել է մի քանի շերտի։ Ինչպես միշտ։ Դրոշակները ձեռը կեսը վազում են գոռում են Քոչարյան, կեսը գոռում են Սերժ Սարգսյան, կեսը գոռում են Վարդան Ղուկասյան, մենք քո հետ ենք։ Առանց հասկանալու, որ միասնության դեպքում այս բոզի տղուն սիկտիրանելը մի օրվա գործ է։ Օր ու կեսվա լավ։ Մի հայտարի եկեք, սրա ворն ու բերանը մեկ արեք, կազմեք ոչ թե մի անձնյա, այլ մի քանի մարդկանցից կազմված, խելացի մարդկանցից կազմված կառավարություն, որ չլինի մի անձնյա, սուպեր վարչապետական համակարգ, որ եթե ինչ-որ մի բան, ինչ-որ մի այդ կառավարիչներից մեկը սխալ բան ասի, մնացածները ընդդիման ասեն ապեր, էսի մեր պետական կամ ապեր, քուրիկ, էսի մեր պետական շահից չի բխում։ Արի սենց անենք, որ լավ լինի։ Մի անձնյա դժվար էլ կազմվի, այդ էլ իմ օբյեկտիվ կարծիքով։ Հայաստանը չի կարա մի քանի հոգի կառավարի, ամեն մեկը կփորձի ցույց տա, որ смотрите, это դուք Շուշա կոնֆետ եք, նայեք, ես Ռաֆայելոն եմ մեջին։ Առանց հասկանալու, որ այս պահին մի ստատուս ունեցեք բոլորդ, մի համահավասարաչափ զնակի վրա, թեկուզ ժամանակավորապես։ Մեկը զբաղեցեք բարձր պաշտոն, մեկը մի քիչ ավելի ցածր պաշտոն, բայց ձեր բոլորի նորմալ գործողությունների համախառն ներքին արդյունքը կլինի է, որ մենք օբյեկտից մենք կվերածվենք սուբյեկտի։ Հայաստանը կդառնա բանակցող կողմ, Հայաստանը ինքն իր երկրի հարցերը չի ասի, Ռուսաստան ջան, մատ կլուծես այս հարցը, Վլադիմիր Վլադիմիրիչ, можно с вами это маленький вопрос обсудить, спасибо заранее, կամ չի զանգի ասի, տպաղի, դլոյ, ասենք, չգիտեմ ում, Մակրոնին, մեկ էլ իր տրանսվիստիտ կնկան, կամ զանգի Ջո Բայդենին ընի ասի, fuck you mother, ու ֆռա ես իմ ում բարևի, գործավում ենք բաց ուրախ, լավ, առաժեմ ես կնա, չոտ է շետ խոսացի այսօր, լավ երեք։